սարսափելի կոտորած սպանություններ, ում անունով, ժողովրդի, այսինքն այդ հեղափոխականները, որ գիլյոտինը ամեն օր աշխատացնում էին Ֆրանսիան, հանուն ժողովրդի ում էին գլխատում ժողովրդի թշնամիները, տարյունով ստեղծվող հանրապետությունների ստեղծումը իշխանավորները սկսեցին հղում անել ում ժողովրդին, որ մենք այս ամեն ինչ անում ենք ժողովրդի կամոք։ Հղում է արվում ժողովրդին, հղում է արվում ժողովրդավարական մեխանիզմներին, ընտրություններին եւ այլն, սեփական ուժի կամ սեփական անձի իշխանությունը հարատև դարձնելու, ամուր դարձնելու, անձեռնմխելի դարձնելու նպատակները։ Այն ինչ որ Թուրքմենբաշու մոտ ես տեսնում եմ գիրք գրել, երգ երգել, չգիտեմ ես ինչ անել եւ այլն, դրա տարերը արդեն կամաց-կամաց սկսում են ժողովրդավարական բաստիոն Հայաստանում, ժողովրդավարական բռնապետություն։ Այսինքն բնույթով ինքը մնում է բռնապետություն, բայց անվանումով ժողովրդավարական։ Սովետական միության տարածքի երևի թե տարածքով չասեմ կեսում, բայց երկրների կեսում իշխանության եկան բռնապետներ, որոնց մի մասը, որոնց մեջ մարդիկ են, որոնք մինչև հիմա իշխում են։ Հայաստանում ժողովրդավարական բռնապետություն։ Власть развращает, абсолютная власть развращает абсолютно։ Ողջույն, 24-ի եթերում Պրովզրույցն է, Պրովզրույցի թվով 22-րդ թողարկումը։ Մեր ավանդույթի համաձայն շնորհակալություն ենք հայտնում արդեն հավատարիմ դարձած մեր հետևորդներին Պրովզրույց 21-ը դիտելու, այն քննարկելու մեկնաբանությունների, առաջարկությունների ու դիտողությունների համար։ Ինչպես միշտ, ես եւ պրոֆեսոր Ռուբեն Մելքոյանը ուշադրությամբ ուսումնասիրում ենք, կարդում ենք դրանք եւ բնականաբար անհրաժեշտության պարագայում անդրադառնում ենք ձեր մեկնաբանություններին, ուստի եւս մեկ անգամ շնորհակալություն մեզ հետևելու համար։ Այսօրվա մեր հաղորդումը ուզում եմ սկսել հեռավոր 1932 թվականին։ 1932 թվական Գերմանիա, մի իրավիճակ, երբ որ Վարամարյան Հանրապետությունը արդեն բոլորում էր, առնվազն իր 13-րդ տարին, այսպես կարելի ասել, հա։ Ու ինչ էր այդ պահին այդ օրվա Գերմանիայի իրավիճակը։ Փաստացիորեն առաջին աշխարհամարտից հետո պարտված Գերմանիա, որը ստիպված էր վճարել մեծ կոնտրիբուցիաներ Ֆրանսիային եւ Անտանտայի հաղթող մյուս երկրներին, իմաստավորի Մեծ Բրիտանիային, մի իրավիճակ, որտեղ սարսափելի գնաճ էր, քաղաքական անկայունություն, որտեղ գրեթե ամեն օր տեղի ունենում ինչ-որ քաղաքական նոր հոսանքների բացումներ, կոմունիստներ, պահպանողականներ, խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչներ, լիբերալներ, մի քաոտիկ իրավիճակ, որտեղ անշուշտ կային քաղաքական ազատություններ, որտեղ կար այսպես կարծիքների բախում, բայց դրա հետ միասին չկար կայունություն, չկար գերմանական, պրուսական, այսպես իրականությանը հատուկ կայունություն, զարգացում, ապագայի նկատմամբ հավատ։ Ու 1932 թվականին Գերմանիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որտեղ այդ իրավիճակը հաշվի առնելով հզոր պրոպագանդիստական ալիքի տակ իշխանության եկավ նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը, կամ չասեմ իշխանության եկավ, Գերմանիայի Բունդեստագում ունեցավ ամենամեծ ներկայացվածությունը, ամենախոշոր ֆրակցիան, երբեմնի մարգինալ կուսակցությունը դարձավ օրվա թիվ 1 քաղաքական ֆրակցիան, խորհրդարանական ֆրակցիան ունեցող քաղաքական ուժը։ Նկատենք, որ զուգահեռների առումով շատ հետաքրքիր է, որ բոլշևիկները նույնպես իդեպ ռուսական դումայում ունեին բավական ցածր ներկայացվածություն, բայց իրենց էր տրված հեղափոխություն անելու, հոկտեմբերյան հեղափոխություն անելու, այսպես ճակատագրի նվերը կամ, չգիտեմ, փորձությունը։ Ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորված իշխանություն եւ այդ նույն ժողովրդավարական ուժերի ճնշման ներքո Գերմանիայում իրավիճակը քաղաքական հաշվի առնելով կրկին ժողովրդավար եւ սահմանադրության տառին եւ ոգուն համապատասխան մեթոդներով Գերմանիայի նախագահը, անունը հատուկ մոտս նշել եմ, հիմա ձեր թույլտվությամբ կընթերցեմ, որը նաեւ զինվորական էր եւ բավական հարգանք վայելող զինվորական, Պաուլ ֆոն Գինդենբուրգը, անունը անդադ մոռանում եմ, նշանակում է Ադոլֆ Հիտլերին Գերմանիայի կանցլեր։ Կրկին ժողովրդավարական ընտրություններով իշխանության եկած ֆրակցիայի քաղաքական ուժի առաջնորդին Գերմանիայի
ժողովրդավարական ընտրություններով կամ ժողովրդավարական մեթոդոլոգիայով ընտրված նախագահը նշանակում է Գերմանիայի կանցլեր, այն է Գերմանիայի վարչապետ մեծ հաշվով։ Համաձայն ես պրոֆեսոր։ Ինչ որ տեղի ունենում այդ նշանակումից ընդամենը 1-2 տարի հետո եւ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք որ մասնակցում էին օրվան ինչպիսի ճակատագրին են արժանանում, դրա մասին այլևս կարծես թե խոսելը անիմաստ է։ Գերմանիան վերածվում տոտալիտար, բռնապետական, ագրեսիվ, աշխարհին սպառնացող մի ողջ եւ միայն ոչ միայն մեկ բազմաթիվ էթնոսների, բայց իմաստնավորի մեկ էթնոսի նկատմամբ ատելություն սերմանող, այդ էթնոսին ցեղասպանող մի ռազմական մեքենայի, որ դրանից ընդամենը տարիներ անց, մի քանի տարի անց պատերազմ է հրդեհում ամբողջ Եվրոպայով եւ ոչ միայն Եվրոպայով, Աֆրիկայով, ամբողջ աշխարհում մեծ հաշվով, այո, ամբողջ աշխարհում եւ մասնավորապես Եվրոպան դառնում է պատերազմական սարսափելի գործողությունների թատերաբեմ։ Եվ այսպես այսօրվա ինչու է մի փոքր երևի թե երկար նախաբանը ասացի, այսօր ես եւ պրոֆեսոր Ռուբեն Մելքոյանը խոսելու ենք ժողովրդավար մեթոդներով իշխանության եկած բռնապետների մասին։ Պրոֆեսոր։ Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում անցյալ հաղորդման դիտողներին եւ մեկնաբանողներին եւ թեման դու տարար 1930-ականներ, ես ուզում եմ տանել Քրիստոսից առաջ եւ խոսենք, որ ընդհանրապես մարդկության պատմության զուգահեռ առաջ է եկել իշխելու այսպես մեթոդաբանություն, թե ինչպես պետք է իշխեն, ինչպես պետք է ձևավորվի իշխանությունը եւ ինչպես պետք է առանձնանա իշխող անձը կամ իշխող ուժը կամ իշխող դինաստիան եւ այլն։ Եվ դա ենթադրում է, որ մարդկության պատմության հետ շարունակվելու է մինչև մարդկության ավարտ, եթե այդպեսին լինի, որովհետեւ անդադ երբ որ նայում ենք մենք համաշխարհային պատմությանը, անդադ ըստ էության խնդիրը դա է, թե ինչպես իշխել եւ հետագայում արդեն ավելանում են, այսպես ասած, մեթոդներ, տերմիններ, որ պետք է ժողովրդական լայն զանգվածներին ավելի քիչ բացասական էմոցիաներ հաղորդի, օրինակ ժողովրդավարություն, հանրապետություն, դաշնություն եւ այլն, բայց ըստ էության նպատակը եւ խնդիրը մեկն է, թե ինչպես իշխել, ինչպես իր ձեռքին կուտակել անսահմանափակ իշխանություն եւ ինչպես դա շատ ատելի չդարձնել ժողովրդին։ Ինչ մեթոդներով, ասելով, որ ես ձեզնից մեկն եմ, ես ձեր ընտրածն եմ, մենք հավասար ենք եւ այլն եւ այլն։ Դուք եք իշխանությունը, դելեգացված անձ եմ։ Բայց դրանից դրանք բոլորը տեխնիկական, այսպես ձևակերպումներ են, խնդիրը լիովին այլ։ Եվ եթե գնում ենք ավելի հետ, միգուցե հասնենք, Հուլիոս Կեսարին, ինչպես, այսինքն մարդկության պատմությունը այսպես ձևավորում էր հռոմեական հանրապետություն, չէ, ինչ որ ժողովրդավարության մի ինչ որ հարթակ եւ այլն, սենատ ու Հուլիոս Կեսարը փաստորեն իր անձնական ամբիցիաները սկսում է հակադրել այդ երևույթների հետ, չնայած որ նա այդ ամեն ինչի կրողն է իբրև այդ տրամաբանության, բայց ի վերջո նա առանձնանում է եւ ինչու են մեղադրում Հուլիոս Կեսարին, որ նա հավասարության եւ այլն այդ սկզբունքները խախտում է եւ անգամ իր մտերիմ ընկեր Բրուտոսը հանգիստ դաշույնը այսպես մխրճում է նրա թիկունքը, երևի թե մտքում այսպես գոհ լինելով կամ հավատալով, որ ինքը դա անում է հանուն ժողովրդավարության։ Ինչպես որ բոլոր հեղափոխությունների, իշխանափոխությունների ժամանակ այդպես երևի ինքնահանգստացնող կոչով դա անում են դավաճանողները, ճամբարափոխները եւ այլն եւ այլն։ Եվ ինչ է լինում դրանից հետո ըստ էության Հուլիոս Կեսարի անունը արդեն ասոցացվում է բացարձակ իշխանության հետ։ Կեսար, կայսր եւ արդեն հաջորդող դարերում տարբեր երկրներում այդ Կեսարի անունը, անձնանունը հանգիստ չի տալիս տարբեր դինաստիաների, տարբեր տիրակալների եւ այլն, եւ գալու հասնելու էր նաեւ ժողովրդավարական մեծ այսպես փորձություններով անցած հեղափոխություն արած արյան գետեր հոսեցրած Ֆրանսիային, երբ
Նապոլեոն Բոնապարտ անունով մի անձնավորություն Նապոլեոնը Բոնապարտե։ Այո, անցնելով այդ հանրապետության, չեմ հեղափոխության եւ այլնի միջով, մեկ էլ հիշում է մեր թվարկությունից առաջ գոյություն ունեցած մի անձի, կեսարի եւ ի վերջո իրեն հռչակում է կայսր, հա։ Հիմա ինչ ենք այստեղ ֆիքսում։ Նարեկ առաջինը, որ այս ամեն ինչը, այս իշխելու եւ ժողովրդի վրա դա ավելի մեղմորեն վաճառելու կամ ներկայացնելու վնասը մարդկության մեջ առաջացել է ենթադրաբար առաջին լուրջ պետական միավորումների հետ զուգահեռ, որովհետեւ դժվար է ասել, որ ես բոլորիցդ առավել եմ եւ դուք պետք է դրա հետ համակերպվեք։ Դրա համար արվում են ավելի մեղմ մեթոդներով։ Բայց երբ որ դա այսպես մի քիչ շատ է աչքի զարնում, ուրեմն տեղի են ունենում այդպիսի փոփոխություններ։ Եվ մինչև հաջորդ փուլը անցնելը եւ երևի խոսքը քեզ զիջելը, հիշեմ ժողովրդավարության հետ կապված երկու դրվագ, հա, նախ մի հատ տերմին դնենք այսօրվա մեր շրջանառության մեջ, այն ինչ որ կոչվում է քաղաքագիտական տերմինով ժողովրդավարական բռնապետություն։ Այսինքն բնույթով ինքը մնում է բռնապետություն, բայց անվանումով ժողովրդավարական։ Հիմա դու բերեցիր օրինակ, որ ընտրություններով Հիտլերը ընտրվեց, դրանից առաջ փոքր ձայն ունեցող կամ ոչ շատ մեծ ամասություն ունեցող բոլշևիկները հեղափոխություն արեցին եւ այլն, բայց այդ ամեն ինչի շղարշը, քողը ժողովրդավարությունն է, ընտրություն, հեղափոխություն, ժողովրդի կամք եւ այլն, բայց դա ինչի հանգեցրեց, ինչ ծնեց, ում ծնեց, դա արդեն ցույց է տալիս պատմությունը։ Այսինքն ծնեց Հիտլեր, ծնեց Լենին, ծնեց Ստալին, ծնեց Աթաթուրք եւ այլն։ Մեկ դա եւ վերջի մի դրվագ է ժողովրդավարության հետ կապված, որ ասում են, չէ, մարդկության հորինած ամենալավ բանը դա ընտրություններն են, ժողովրդավարական եւ այլն։ Ես այստեղ պետք է մեջ բերեմ Միքայել arczepiskopos Աչապահյանին, որը ասում է մարդկության ստեղծած այդ փառապանծ սիստեմով ժողովրդավարական քվեարկությամբ Հիսուս Քրիստոսը խաչվել է։ Այսինքն Հիսուսի խաչելուց առաջ տեղի ունեցել ժողովրդավարական քվեարկություն ավազակին թե Քրիստոսին, այո, եւ ընտրության արդյունքը եղել է այդպեսին։ Կեսարին մի փոքր թույլտվությամբ անդրադառնալով, ընդհանրապես կա մի այսպիսի մոտեցում, չգիտեմ որքանով այդ մոտեցումը իմ մոտեցումն է, բայց ես կիսում եմ ուրիշների մոտեցումներն էլ, միգուցե շատ-շատերը չկիսեն, որ մարդկության պատմությունը ունեցել է 3 ռազմաքաղաքական փիլիսոփայական մտածելակերպ ունեցող նվաճողների, որոնք ֆունդամենտալ դերակատարություն ունեցել իրենց երկրների եւ ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ, բեկերով այն, մեկը մակեդոնացին է, ըստ ամենայնի, երկրորդը Գայոս Յուլիոս Կեսարը կամ Caesar, ինչպես անգլերեն ասվում, եւ երրորդը Նապոլեոն Բոնապարտը, հա, որովհետեւ երեքին դիտարկել զուտ ռազմական նվաճումների տեսանկյունից պատմագիտորեն իմ կարծիքով սխալ է, որովհետեւ տեսեք, ասենք Աթիլան կամ Չինգիզ խանից ավելի մեծ նվաճող երևի թե պատմությունը չի ունեցել, կարծում ամենամեծ իմպերիաներից մեկը ինքն է կարողացել ստեղծել, բայց երբ որ դրա ճանապարհին քաղաքակրթական փոփոխություններ տեղի չեն ունենում, այն դառնում է զուտ ամայացնող, նվաճող, այսպես հորդայական տրամաբանությամբ ինչ որ մի երևույթի, հա, օրինակ մակեդոնացու արշավանքները բերեց հելենիզմի տարածմանը, այդ թվում նաև Ասիայում, հա, ընկավ օրվա ամենահզոր կայսրություններից մեկը Պարսկաստանը, Աքեմենյան Պարսկաստանը, Դարեհի հայտնի դեպքը գիտենք, երբ որ փախնում է։ Բոնապարտի տրամաբանությունը մի քիչ այլ է, որովհետև ինքը փաստացիորեն ժամանակակից Եվրամիության, ասում են, քաղաքական նախահայրն է, այդ սահմանադրությունների գրման պանձամբ ինքը 100-ից ավել սահմանադրություն է գրել, երբ որ ստեղծվում էին այդ փոքր պետությունները Իսպանիայում, մասնավորապես Իտալիայում, ամենաշատը երևի թե Իտալիայում, ու դրա համար նաև կա այսպիսի մոտեցում, որ Բոնապարտը չէր հասկանում, թե ինչու է ռուս մուժիկը, որը փաստացիորեն սեփականություն է հանդիսանում իր բոյարի, հա, բարինի սեփականությունն է հանդիսանում, բանը փոցխը ձեռքին կամ բահը ձեռքին կռիվ տալիս իր դեմ, այն բանով, երբ որ այն տրամաբանությամբ, որ ինքը իրենց ազատություն էր խոստանում, հա։ Ինչևից է ու
Չեմ ուզում մի քիչ Կեսարին մենք դիտարկենք որպես պարզ բռնապետ, որովհետև այնուամենայնիվ հռոմեական իրավիճակը Կալիգուլա է տեսել, Սուլլա է տեսել, հա, Կեսարը մի քիչ այլ տրամաբանության մեջ էր ու ինչ էր հարցը, որ արդեն Հռոմի սենատը ինքն էր վախեցած Կեսարի հաջողություններից եւ ասում էր, որ զորքը ցրի դուրս արի ու Պոմպեոսին հաղթելուց հետո, այն Պոմպեոսին, որի մասին իդեպ մենք խոսեցինք նախորդ եթերում, Հայաստան հյուրընկալած այսպես ճակերտներով Պոմպեոսին հաղթելուց հետո, երբ որ ինքը անցնում է հայտնի գետը, Ռուբիկոնը։ Այո, Ռուբիկոն գետը անցնում է, ասում է վիճակը նետված է այլևս ու այդպես սկսում են ինչ-որ սկսում է, բայց սենատի տրամաբանությամբ կամ հանրապետության տրամաբանությամբ Կեսարը դառնում է ուզուրպատոր։ Երեք այդ տրիումվիրատի 3 ներկայացուցիչներից մեկն էր, որը բացարձակ մեծաշով մոնարխիկ իշխանության եկավ։ Հիմա շարունակելով ներողություն, սեփական իշխանությունը արդարացնելու համար մոնարխները երևի թե այսպես կարող ենք ասել, հորինել էին մի մոտեցում, որ ցանկացած իշխանություն աստծուց է եւ իրենք աստվածային կամոք են գտնվում թագավորական գահերին։ Ոստի եւ թագավորի արյունը հեղողը կամ թագավորի դեմ ապստամբություն բարձրացնողը կամ թագավորական իշխանության բացարձականության դեմ կասկածողը ապստամբում է տիրոջ դեմ, ապստամբում է աստծու դեմ, աստվածային կամքի դեմ է ապստամբում։ Բայց դա երբեք չի խանգարել, որպեսզի այդ ամեն ինչը բազում տիրակալների ոչ միայն տապալեն, այլև սպանեն, գլխատեն, քարատեն։ Հռոմից հետո տարիներ անց, այլևս 20-րդ դարի ներողություն ֆրանսիական հեղափոխությունը, դրանից հետո հանրապետությունների, այսպես ժողովրդավարական հանրապետություն, այդ արյունով ստեղծվող հանրապետությունների ստեղծումը իշխանավորները սկսեցին հղում անել ժողովրդին, որ մենք այս ամեն ինչ անում ենք ժողովրդի կամոք։ Մինչև հիմա էլ անում են։ Այո, հիշենք, որ խորհրդային տարիների ամենադժնդակ շրջանում 30-ական թվականներին, որ այսպես որոշակի սրտի կարդիոգրամայի պես այսպես իջնող եւ ավելի ահագնացող բռնաճնշումների ժամանակաշրջանում, որ տևեց մինչև 1953 թվականը, հա, այսինքն 35-6-ից մինչև 53 թվականը փոփոխակի այսպես ինտենսիվությամբ ամենասարսափելի կլիշեն, որ տալիս էին որևիցե մեկին, ժողովրդի թշնամին էր, վրագ նարոդը, այսինքն ժողովրդին հղում անելը սեփական իշխանությունը բացարձականացնելու եւ այդ իշխանության գործիքներից օգտվելով ամենասարսափելի այլանդակությունները կատարելու համար եղել է կա եւ կմնում է, չասեմ բոլոր իշխանավորների, բայց իշխանավորների մեծամասնության սիրելի գործիքը։ Այո, բայց նայեք, հիմա պետք է ինչ ֆիքսենք նաեւ մեր հեռուստադիտողների հետ, որ այդ ամենը արվում է, այսինքն հղում է արվում ժողովրդին, հղում է արվում ժողովրդավարական մեխանիզմներին, ընտրություններին եւ այլն, սեփական ուժի կամ սեփական անձի իշխանությունը հարատև դարձնելու, ամուր դարձնելու, անձեռնմխելելի դարձնելու նպատակներով։ Այսինքն դա այդպես են մտածել մեր թվարկությունից առաջ, միջնադարում, հիմա եւ այլն։ Եվ եթե Կեսարի փուլը փորձենք ամփոփել, Կեսարը այո շատ բարի ուզուրպատոր էր, եթե նույնիսկ ուզուրպատոր էր, հա։ Որտեղ Սուլայի համատում ես հաստատ։ Այո, այսինքն այդ եռապետության վառ կերպարներից մեկն էր, բայց Պոմպեոսն էլ պակաս վառ։ Կրասոսն էլ իդեպ, որպես զինվորական ոչ այդքան, բայց բանով այո։ Եվ ինչ եղավ, Պոմպեոսին սպանեցին, որպեսզի դուր գան Կեսարին, հա, եւ երբ որ նրան մատուցեցին Պոմպեոսի գլուխը նա շատ բացասական արձագանքեց, ճակատագրի հեգնանքով էլ երբ որ Կեսարին սենատում դաշնարեցին եւ նա արդեն մամերձ ընկավ գետնին, ընկավ Պոմպեոսի արձանի տակ, հենց ոտքերի տակ ու երբ որ հայացքը բարձրացրեց վերջում տեսավ էլի նույն Պոմպեոսին։ Հազար ներողություն կներես որ ընդհատում խոսքը շատ հետաքրքիր տրամաբանությամբ տես ճիշտ ասիր Պոմպեոսին սպանեցին Կեսարին դուր գալու համար ինչը բնականաբար Կեսարին դուր չեկավ առնվազն ըստ պատմիչների Կեսարին քո ասելով իսկապես սպանեցին ընկավ Պոմպեոսի արձանի տակ ու տեսավ Պոմպեոսի աչքերը Կեսարի սպանությունից հետո իշխանություն համար կռիվ տվող Մարկ Անտոնիոսին եգիպտացիները սպանեցին մարմինը բանանելով այսպես գլուխը հանձնելով
Օգոստոս Օկտավիանոսին, ինչը նույնպես իրեն դուր չեկավ ու ինքը սարսափելի դաժան վարվեց Մարկոս Անտոնիոսին սպանողների հետ, այսինքն տիրակալների համար, որոնց մեջ նաև բան կար, էլի որոշակի այնուամենայնիվ ասպետականություն կար, չէր կարող ընկալելի լինել, որ օրինակ ոնց Ալեքսանդրը Դարեի այդ սպանողներին բոլորին գլխատել տվեց։ Դա ոչ միայն տիրակալների համար, վիրավորներին եւ դիակների վրա, թշնամիների, թե զինվորների դիակների վրա այսպես անարգանք գործողները երբեք հարգանքի չեն արժանացել ասպետականության տեսանկյունից, իսկ Գարեգինը այդ մարդկանց գիտես ինչպես է ձևակերպում, նրանց ձևակերպման որպես բաներ, բորենիներ, ովքեր դիակների վրա սպանված զինվորների դիակների վրա ոտնձգություններ են անում, նա ասում են նրանք բորենիաբար են վարվում, որտեղ բորենիներն են, որ չէ, դիակների այսպես վրա այսինքն խնաման են։ Դե մենք կարող ենք ավելացնել, ներողություն կարող ենք ավելացնել։ Բայց արի ֆիքսենք, որ այդ ասպետականության այդ բաները ցավոք սրտի մեր պատերազմների ժամանակ մենք չենք նկատում եւ նույն 2021 թվականին մենք տեսել ենք ինքնիշխան Հայաստանի վրա հարձակված Ադրբեջանի բանակի կողմից արդեն սպանված զոհված հայ զինծառայողների մարմինների անարգում, խոշտանգում, գլխատում եւ այլն։ Երբ որ դարվում է թշնամու կողմից դա իհարկե էլի բան է, սամարկեցության քստմնելիա դա չեմ խոսում, բայց շատ ավելի սարսափելի է, երբ որ իր յուրայինները քեզ սպանում են, թշնամուն ողորմածության արժանանալու համար։ Եթե դրանց բորենի կարելի է անվանել նաև տիրադավ բորենիներ ինչ-որ չափով, որովհետև իրենց տիրոջը դավաճանել են, էլի։ Այո։ Հիմա լավ, Կեսարին եթե փորձենք թողնել իր հավերժության մեջ, ինչ է մեծության մեջ։ Մեծության հավերժ։ Ինչ էր Կեսարի վերջո անում։ Այսինքն ինքը հռոմեական այդ հավասարության կամ այլ այդ իրենց օրենքներից բխող լիազորություններ ուներ, բայց քանի որ ռազմի դաշտում ուներ հարբեցնող, արբեցնող հաջողություններ, նրան կարծես դա ավելի քիչ էր թվում եւ նա ուզում էր մեկ աշճանել վերև բարձրանալ դեպի անսահմանափակ իշխանություն, ինչը հանգեցրեց ի վերջո այդ պատմությանը։ Բայց ինչն է այստեղ նաեւ մարդկության պատմության համար դաս, որ էլի Նժդեին հիշել է, որ ասում ամենահարբեցնող հաջողությունը դա իշխանության պարգևած արբեցումն է, այսինքն իշխանությունը այնպես է մարդուն հարբեցնում, որ կտրվում է իրականությունից եւ Կեսարն էլ, այսինքն գնում էր դեպի այդ ճանապարհը։ Բայց Կեսարը մարդկության պատմությանը հայտնի եւ ամենավառ այդպիսի առաջին կերպարն է, բայց հաջորդիվ բավական նման կերպարներ կան, իհարկե ոչ այդքան վառ։ Բայց հիմա վառերից եւս մեկի մասին խոսենք, հիշատակեցիր Նապոլեոնին, եթե Նապոլեոնի այսպես քաղաքական կարիերան տեսնենք, ինչ էր։ Հեղափոխություն էր եղել Ֆրանսիայում, տապալվել էր Բուրբոնների միապետական ռեժիմը։ Ստեղծվել էր հնարավորություն բոլորի համար։ Բոլորի համար Նապոլեոնը հաջողակ զինվորական էր, հետո հասավ ինչ որ, չէ, աստեղային պահ, նա ինչ դարձավ, կոնսուլ։ Դե սկզբից է որպես գեներալ խեղդեց Փարիզում քաղաքացիների, այսպես յաների ռոյալիստների ապստամբությունը, հետո տրիումվիրատի անդամ դարձավ։ Այսինքն հաջողակ զինվորական էր, դարձավ կոնսուլ, հետո կարծեմ այդ հաջողություններից նույնպես Կեսարի պես արշավանք եւ այլն փորձեց Միքայել էլ ավելի առաջ գնալ, որտեվ արդեն այն հաջողությունները, որ ինքը ուներ եւ այն պաշտոնը, որ ինքը ուներ, կարծես այդքան իրար համահունչ չէին, եւ ինչ արեց։ Ի վերջո գնաց ասեց ժողովրդի կամքով ես ինքս ինձ հռչակում եմ կայսր։ Այսինքն էլի հղումը արվեց ժողովրդին եւ այլն, չէ՞, ինչպես էր կոչվում ֆրանսիացիների կայսր, չէ՞, այդպես ժողովրդի կայսր։ Հիմա բայց իրականում Նապոլեոնի անսահմանափակ իշխանությունը դա իր անձի, իր միգուցե անձնական փառասիրության եւ օբյեկտիվ հաջողությունների պարգևած բան էր, որ ինքը այնպիսի մեծ հաջողություններ ուներ, որ պետք է ինքը տարբերվեր մյուսներից։ Հիմա սրանք կարող ենք ասել, եթե քո հետ համաձայնվեն, որ մարդկության պատմության մեջ կա 3 այդպիսի կերպար՝ մակեդոնացի կեսար Նապոլեոն եւ նրանց միգուցե կարելի է ավելին, քան մյուսներին։ Հիմա գանք արդեն նրանք առաջինն են հավասարների մեջ։ Այո։ Հիմա գանք արդեն մյուսներին, որոնք այս գործընթացը տարան դեպի այլասերում, այսինքն տարան դեպի ժողովրդավարական բռնապետություն եւ մինչեւ հիմա տանում են ժողովրդավարական բռնապետություն, ինքը բնույթով մնում է բռնապետություն, անվանապես
ժողովրդավարական, չգիտեմ ինչ եւ։ Հիմա հիշատակեցի Թուրքիան, ես եթե թույլ տաս մի քիչ Թուրքիա ավելի այսպես որոշ ներքին դետալներ ներկայացնի։ Ինչ եղավ Թուրքիայում 1923 թվականին տապալվեց Օսմանյան սուլթանությունը մինչ այդ բան ատելի ժողովրդների բանտ եւ այլն սուլթանը փախավ, Օսմանյան դինաստիան կործանվեց եւ ձևավորվեց խորհրդարանական հանրապետություն 1923 թվական, որը փոխառեց տարբեր օրենքներ եվրոպական տարբեր առաջադեմ երկրներից, քրեական օրենսգիր, քաղաքացիական օրենսգիր, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Սահմանադրություն ընդունվեց եւ այլն, դարձավ խորհրդարանական հանրապետություն։ Ուրեմն նախագահ ընտրվեց այդ հանրապետությունը կերտած մարդը, գեներալ Մուստաֆա Քեմալը, հետագայում Աթաթուրք։ Եվ այստեղ արդեն սկսվեց այդ այլասերումը ժողովրդավարության, ինչպես։ Նա հիմա օրինակներ ասեմ։ Ինքը չնայած խորհրդարանական հանրապետություններ եւ նախագահ ուներ թույլ լիազորություններ, բայց իրականում Աթաթուրքի ձեռքին գտնում էր ամբողջ իշխանություն, անսահմանափակ իշխանություն։ Իսկ բացարձակ իշխանություն։ Բացարձակ։ Երկրորդ, երկրում կար մեկ կուսակցություն, դա այն կուսակցությունն էր, որի նախագահը երկրի նախագահ Աթաթուրքն էր, եւ ժողովրդավարական երկրում կուսակցություն է, որի կանոնադրության մեջ գրված է, որ մեր կուսակցության ցմահ նախագահը Մուստաֆա Քեմալն է։ Այսինքն սա արդեն ժողովրդավարության հետ կապ չունի։ Մյուսը երկրում տեղի էին ունենում խորհրդարանական ընտրություններ, որտեղ որևէ այլ կուսակցություն, բացի այդ մեկ կուսակցությունից, չհաշված 1-2 բացառություններ, 1-2 տարի, չկար։ Այսինքն մեկ տեխնացու էր, մեկ կուսակցություն էր, հա, երկրում տեղի էին ունենում ընտրություններ, բայց ժողովուրդը գնում էր եւ ընտրում էր մի մարդու, ում որ այդ ցուցակն էլ հաստատում էր երկրի նախագահ Աթաթուրքը։ Եվ ֆորմալ իմաստով Թուրքիան խորհրդարանական ժողովրդավարական հանրապետություն էր, բայց բնույթով ավտորիտար պետություն էր։ Ընդ որում սա միայն մենք չենք ասում, որ ասենք մենք հակաթուրքական, դա օբյեկտիվ իրականությունը այդպեսին է։ Եթե մի երկրում նախագահ խորհրդարանական երկրում որոշում է խորհրդարանի կազմը, մի երկրում չկա այլ ընդդիմություն, կուսակցություն, մի երկրում կուսակցության կանոնադրության մեջ գրված է, որ իրենց ցմահ նախագահը երկրի նախագահն է, մի երկրում որտեղ ազգանուն է տրվում երկրի նախագահին, բացառիկ ազգանուն, Աթաթուրք, այսինքն թուրքերի հայր, եւ օրենքով ընդունում է, որ բացի նրանից ոչ ոք իրավունք չունի այդ անունը կրելու, հիմա դու կարող ես տարբերություն գտնել Հուլիոս Կեսարը հենց իր հետ է ասոցացվում, Նապոլեոն, միայն Նապոլեոնի հետ չի ասում, Նապոլեոն երրորդի հետ ճիշտ է ֆորմալ նայել էր, բայց որ ասում են Նապոլեոն, չեն ասում որ մեկը։ Այո։ Եվ Աթաթուրք, որ ասում միայն այս ազգանունը պետք է ունենա ինքը, բացառիկ։ Հիմա Թուրքիան ձևավորվեց որպես այդպիսի հանրապետություն։ Եվ ինչ էր ասում Սահմանադրությունը, եւ ինչ էր ասում Աթաթուրքը, ասում էր Թուրքիայում սուլթանությունը վերացել է, այդ մենապետությունը, բանը եւ այլն դրանք վերացել են, Թուրքիայում իշխում է ազգը։ Այդպես էր գրված։ Ազգն է իշխում եւ իր կուսակցության անունն էլ հենց այդպեսին է ժողովրդական, հանրապետական կուսակցություն։ ԺՀՊ-ն է։ Այո, այսինքն ժողովուրդն է իշխում, ժողովուրդը ոնց է իշխում, ընտրում է խորհրդարան։ Խորհրդարանն է ընտրում է վարչապետ նախագահ։ Ուրեմն ժողովուրդն է իշխում, բայց այդ ընտրությունը ժողովուրդը չէր անում, իրականում անում էր մեկ մարդ, Աթաթուրքը։ Հետևաբար Թուրքիան բռնապետական երկիր էր, բայց անունով, այսպես ասած, խորհրդարանական հանրապետություն։ Հիմա եթե այդ նույն ժամանակաշրջանի այլ պետության ունենք, սովետական միություն, ինչպիսի պետություն էր այն։ Ըստ էության էլի բան էր, խորհրդարանական, չէ՞։ Կառավարման երկիր էր։ Այսինքն կուսակցությունը ուներ բացառիկ մեծ լիազորություններ, բայց Գերագույն խորհուրդ կար, ճիշտ է, երկրի նախագահ չկար, բայց Գերագույն խորհրդի նախագահությունը եւ նախագահության նախագահը մեծագույն լիազորություններ ուներ։ Սովետական միությունում ով էր իշխում, ժողովուրդը։ Իհարկե, ժողովուրդն էր իշխում եւ բանվորները, գյուղացիները եւ այսպես ասեմ, ես իհարկե սահմանադրությունների մեծ մասնագետ չեմ, բայց մի քանի տեղ կարդացել եմ, որ Ստալինյան սահմանադրությունը, որ ընդունվեց, կարծեմ 46 թվականին, եթե չեմ սխալվում, ինքը
եթե համեմատականներ տանենք այլ երկրների սահմանադրություններ, ինքը համարվում էր այդ օրերի համար բավական պրոգրեսիվ, բավական ժողովրդավարական, մարդու իրավունքները երաշխավորող սահմանադրություն, այսինքն թղթի վրա ամեն ինչ նորմալ էր։ Ընդհանրապես սովետական միությունում թղթի վրա ամեն ինչ նորմալ էր, այլ բաներ թե տակը ինչ էր կատարվում, հա, օրինակ, չգիտեմ, ասենք կընտրություններ կային, մարդիկ падգամավորներ էին ընտրում, հա, ինչ որ կտվորուհիներ, բանվորներ, առաջին ռազրյադի, չգիտեմ, ասենք, բան, օրինակ փականագործը, հա, կամ ասենք, չգիտեմ, այդպեսի ինչ որ էլի շատ հարգելի մասնակցության տեր անձնավորությունները դառնում էին падգամավորներ, բայց իրենք ոչինչ չէին որոշում, որտեղ ամեն ինչ որոշում էր կուսակցության կենտրոնական ապարատը կոմկուսի քարտուղարի գլխավորությամբ։ Հիմա բնականաբար, հա, բայց ես մի քիչ ավելի ցուցուն օրինակ քո թույլտվությամբ իմ կարծիքով բերեմ, այդ հետ խորհրդային տարածքն է, որտեղ կամաց-կամաց դե գալիս ենք մեր ժամանակներ։ Հա, բայց մի քիչ խորհրդային միությունում երկու բան։ Ասա, ուզում ես ասա հետո կհրադառնանք։ Հա, որտեղ որ գանք, որ մեր ժամանակներ որ գանք, գանք ու չենք պատտվելու այս վիճակից։ Գալու ենք ու հայտնվենք այս մեր այսօրվա իրողության մեջ, որտեղ հիմա սա բնութագրում է ոչ թե վիրավորանք, Հայաստանում ժողովրդավարական բռնապետություն։ Այո, այդ կհասնենք դրա, կհասնենք։ Բայց հասնելու ենք դրա։ Հա, անպայման, դու սովետական միության։ Ու բոլոր մեթոդները, բաներն։ Հիմա նայ, մենք Թուրքիա եւ սովետական միության միջև դե զուգահեռ դնենք։ Ուրեմն Թուրքիայում ընտրություններ էին խորհրդարանական, բայց ընտրում էր մի հոգի էր լինում տեխնացու, նույնը սովետական միություն։ Խորհրդարանի անդամներ են լինում Թուրքիայում, ովքեր որ մասնակցել էին դեղի հեղափոխությանը, սովետական միությունում, ովքեր մասնակցել էին օկտեմբերյան հեղափոխության։ Թուրքիայում այ զուգահեռը ստեղծվել էին 20-ականներին դատարաններ, տրոյկաներ, 3 հոգուց բաղկացած դատարաններ, որոնք կոչվում էին իդեպ անկախության դատարաններ, որոնք դատում էին քաղաքական ռեժիմի թշնամիներին, Աթաթուրքի թշնամիներին եւ մյուսներին։ Խորհրդային միությունում ինչ էին, ստալինյան տրոյկաներ, որոնք ում էին դատում ժողովրդի թշնամիներին, ովքեր են ժողովրդի թշնամիները, նաեւ Ստալինի քաղաքական թշնամիները, չէ՞։ Ուրեմն, բայց խորհրդային միությունում կար քո ասած համադրության եւ ժողովրդավարության մնացած բաները, բայց պարզ չէր, որ Ստալինը ասում էր, ինչի տենց դատավոր կա, որ ինչ չլսի։ Իմ ասածը չանի։ Ես պատկերացրած Ստալինի անունը լսելուց ինչ է լինում դատավոր։ Հիմա նույնը չէր ասում Աթաթուրքը, ինչի Թուրքիայում դատավոր կա, որ իմ ասածը կարա չանի։ Նույն բաներն էր, լրիվ նույն, եւ սովետական միությունում այդ բռնապետական ամեն ինչը դրված էր, այսպես ասած, ժողովրդավարության իբրև քողի ներքո։ Հիմա նայ, զուգահեռները տանենք։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո սարսափելի կոտորած սպանություններ, ում անունով, ժողովրդի։ Այսինքն այդ հեղափոխականները, որ գիլյոտինը ամեն օր աշխատացնում էին Ֆրանսիան, հանուն ժողովրդի ում էին գլխատում ժողովրդի թշնամիները։ Հետո, ինչպես 1792 թվականին հայտնի սեպտեմբերյան ջարդը Ֆրանսիայում, երբ ուղղակի կոտորած էր, Փարիզ բուն իմաստով, հեղափոխական ռեժիմը կոտորած էր իրականացնում հանուն ժողովրդի։ Հիմա գանք բան, սովետական շրջան, ինչ էր տեղի ունենում, զանգվածային գնդակահարություններ, աքսորներ եւ այլն, հանուն ժողովրդի անունից, այսինքն իշխում էր ժողովրդի անունից եւ քո բերած օրինակը դատում էին ժողովրդի թշնամիներին, բայց ոնց էր Ստալինը կամ Աթաթուրքը կամ այլ բռնապետներ այսպես այդ տիտղոսը յուրացում, որ ինչ ժողովուրդն է ընտրել, ինչ ժողովուրդն է բերել, ես էլ ժողովրդի հանուն ժողովրդի պետք է այս թալանչիներին, նախկին ցարական, սուլթանական կամ թագավորական ռեժիմի ուրեմն պատժեմ եւ այլն։ Հիմա նա այդ կոնտեքստում նարեկ, բանը մահապատիժները բռնապետական երկրներում դրված էր փաստորեն ինստիտուցիոնալ ռելսերի վրա։ Հիմա նայ, թե ինչպես էր արվում Թուրքիայում, այտենց էլի կախաղաններ, բաներ եւ այլն, ու սովետական միությունում նայ։ Այսինքն մահը դարձել սովորական բան, ուղղակի այդ երրյակը, տրոյկա դատարանը որոշում էր առանց բողոքարկման եւ այլն, որ այս ինչը ճշտամիա գնդակահարել։ Այդպես գնդակահարվել են միլիոնավոր մարդիկ, այդ թվում եւ մեր ազգի մեծերից եւ կար նաեւ հետեւյալ բանը, որ մարդիկ տարօրինակ ինքնասպանություններ էին գործում,
նույն Թուրքիայում էլ, նույն Խորհրդային Միությունում էլ, եւ Ստալինը անգամ չէր սիրում այդ ինքնասպանություն գործողներին, որով դա համարվում էր դավաճանություն, որովհետեւ չէին թողում, որ ինքը սպանի, ինքը պատժի։ Դե ինքը ինքնասպանությունների նկատմամբ պատու Եվ կներես հազար անգամ այս սովետական միության մասին որ խոսում ենք, դա այդ 30-50-ական թվականին տեղի ունեցած, անցած օրը խոսում էի Շանթի Թարությունյան, հայտնի իր անկախական հայացքներով, դիսիդենտական եւ այլն սովետական տարիներին, ու Շանթը ինձ ու քեզ մեր խոսքում, չասեմ մեղադրեց, բայց այսպես նկատառում արեց, որ մենք մեր խոբաններում, խոսքերում բացարձականացնում ենք, գովում ենք սովետական միությունը։ Ես իհարկե չհամաձայնվեցի Շանթի հետ, հիմա էլի կնայի ենթադրում ենք հարուտ կունենանք դրանից հետո զրուցելու, բայց այն օբյեկտիվությունը, որ կար։ Մենք չենք կարող որևէ բան բացարձակ ընդունել, բայց մենք ընդունում ենք, որ Խորհրդային Միությունում եղել է ազգային վերելք, մշակութային վերելք հայ ժողովրդի, եղել են արժանավոր պաշտոնյաներ։ Դե ասած դու գաղութական տրամաբանությամբ եք մտածում, որ համայնքային կյանքում կարող է լինել, բայց ազատություն չի եղել ու դա դեմ կռիվ տվող չի եղել, այսպես ասեմ։ Մենք հիմա ես էլ իրավունք ունեմ իր հետ չհամաձայն, ինչը եւ անում եմ։ Ուրեմն հիմա նայ լավ, այս բանը վերջացնենք, Խորհրդային Միությունում ամենամեծ համար հայտնի սպանություններ, ինքնասպանություններից մեկը օրներ Աղասի Խանջյան։ Աղասի Խանջյանը մեր Խորհրդային Հայաստանի ղեկավար, չէ՞, Կոմկուսի կենտրոնի քարտուղար, բայց ինքը ինչի համար էր պայքարում, նաև Հայաստանի հայ ժողովրդի ազգային որոշ այսպես ինքնուրույնության եւ այլնի, եւ ինչպես էր եղել ըստ օդում կախված լուրերի, չէ՞, Բերիային կամ գնդակարել էր կամ եւ այլն, եւ հիմա այդ որ ասում են ազատություն չկա, չկար այն ժամանակ Աղասի Խանջյանի մահվան մասին ամենաֆանտաստիկ բանը գրել է Եղիշե Չարենցը, նրան իդես ինչպես անվանելով կոչելով Նաիրյան Դոֆին, այսինքն միայն կարա Չարենցի պես հանճարը Նաիրյան, այսինքն բուն հայկական ու ֆրանսիական արքայազն Դոֆին տերմինները համատեղի Կոմկուսի կենտրոնի քարտուղար։ Ես կարդացել եմ, որ Թաղման Թափորը գրում էր, չեմ հիշում հեղինակը ով էր, Չարենցը հետ թափորի մեջ գոռացել է գլուխը կերան, Ալազանն էլ ասել է կամաց խոսա, լսող կր ինչ-որ sense մոտավորապես մի բան կարդացել։ Բայց Չարենցը հետո գրել է մյուս բանաստեղծություն, չեն բազմել է ցարերի գահին, Թիֆլիսի ներճակատ կինտոն, այնպես որ հիմա այս ամեն ինչ ներողություն, սովետական միությունը, որտեղ կարևոր է շատ սովետական միության ավարտը, ու այսինքն ինչ տեղ ունեցավ սովետական միությունը փլուզվեց, բոլոր տեղերում ինչ պիտի սկսվեր, այո, ժողովրդավարություն, որովհետև սովետական միության բանից հետո թվացial իրական ժողովրդավարություն։ Հա, թվացial իրական ժողովրդավարություն, որովհետև սովետական միությունը դա կապանքներով երկիր էր, մեծ իմպերիա էր, որ արհեստական հիմքերի վրա էր ստեղծվել եւ այլն։ Բայց իշխում էր ժողովուրդը։ Հա, բայց իշխում էր ժողովուրդը, բայց քանի որ դա բռնապետություններ ինքը կործանվեց, 88 թվականի շարժումները մեր շարժումը նաեւ նպաստեց սովետական միության կործանմանը, չնայած իմ անձնական կարծիքով շարժումը սովետական միությունը կործանվել էր, հարցը դա չի, բայց կործանվեց, ինչ որ պետք է կործանվի, ու պետք է կործանվի, բայց որտեղ բարակա թող կդրի, այսինքն դա ենթակա էր կործանվում, պետք է կործանվի։ Ու այո, ազատ աշխարհ, այլևս նոր շուկայական հարաբերություններ, երիտասարդ ժողովրդավարություններ ու երիտասարդ ժողովրդավարությունների շրջանում ժողովրդի անվամբ սովետական միության տարածքի երևի թե տարածքով չասեմ կեսում, բայց երկրների կեսում իշխանության եկան բռնապետներ, որոնց մի մասը, որոնց մեջ մարդիկ են, որոնք մինչև հիմա իշխում են։ Մինչև հիմա հանուն ժողովրդի։ Այսինքն հասկանում եք, չէ՞, սովետական միության փլուզումը նաև ժողովրդավարության ազատությունների պակասները, մարդիկ ասում էին ազգային զարթոնքներ եւ այլն, պետք է բանանենք, լավ ապրենք, ժողովրդավար ապրենք, սովետական միությունը փլուզվում է, տարածքի երևի մեծամասնությունում երկրների ձևավորվում են այլանդակ բռնապետություններ հանուն ժողովրդի անվան տակ։ Օրինակ, ասենք Տաջիկստանի նախագահ ամեն հարգանքով տաջիկ ժողովրդի նկատմամբ, որոնք նաև ֆարսիական ծագում ունեն եւ այլն եւ որոշակի այսպես ընդհանրություններ կան, այսպես ասենք, բայց դրա հետ միասին Էմոմալի Ռախմոնը իշխում է Տաջիկստանում 1991 թվականից սկսյալ։ Միջև այդ Ռախմոնը վեր։ Հա, դարավ Ռախմոն, հա։ Հիմա էլ տղային է պատրաստվում։ Սա անշուշտ արվում է հանուն ժողովրդի, ժողովրդավարության նման տակ, այնտեղ լինում են ընտրություններում Ռախմոնի տղան կամ Ռախմոնն այս պայն Ռախմոնը ասենք ունենում է 1-2
չգիտեմ, մրցակից, որոնք բնականաբար պատկանտրոլնի տեխնացուներ են, ամբողջ ընդդիմությունը ջախջախված է, մի մասը բանտերում է գտնվում եւ այլն։ Բայց քանի որ Տաջիկստանը ունի այսպես տարածքային կարևոր նշանակություն գերտերությունների համար, Աֆղանստանի սահմանին է, կարևոր ճանապարհների հանգույցների մեջ է, Տաջիկստանում մինչև այսօր բանի այսպես գունավոր հեղափոխությունների փորձեր առանձնապես տեղի չեն ունեցել, այսինքն արևմուտքը, որ ճշում է ժողովրդավարության մասին, Տաջիկստանում, հա, ռեպորտներ կան, անազատությունն է, էսա այն է եւ այլն, բայց դրանք տեխնիկական մոմենտներ են, որովհետեւ եթե շատ ցանկանային Ռախմոնը այլևս իշխանության չլինի, ինչպես օրինակ իշխանության չի, ասենք Կադաֆին օրինակ եմ ասում, էլի։ Ինչպես իշխանության չի Կադաֆին, այլև այս աշխարհում։ Այո, դրա հետևանքով այս աշխարհում չի, իսկ Հիլարի Քլինտոնը այսպես հաճույք է ստանում, նայելով թե ինչպես են ուղիղ եթերում սպանում Մուամմար Կադաֆին։ Այսպես։ Երկրորդ ցցուն օրինակը, այնտեղ ուղղակի կյանքը ընդհատվեց անկախ իր կամքից, բայց բնույթը իշխանության շարունակեց մա Թուրքմենստան։ Չեզոք երկիր, ոչ մեկ այդ ոչ մի տարածքային պահանջ չունեցող, գազային հարուստ պաշարներով երկիր, որտեղ կարելի ասել Հյուսիսային Կորեային վայել վարքեր են իշխում, այսինքն շատ փակ երկիր, որտեղ առաջին Թուրքմենբաշին, տես Թուրքմենբաշի Աթաթուրք, Թուրքմենբաշի, թուրքմենների առաջնորդը Թուրքմենների բաշի ինչպես կարելի, հա, Ստալինի դեպքում ոչտ։ Այո, ժողովրդի թուրքմենների ժողովրդի կողմից լիազորված առաջնորդ Սափար Մուրադ Նիազովը մինչև կարծեմ 2008 թվականներ մոնարխիկ իշխանություն, ուղիղ մոնարխիկ իշխանություն։ Նրան հաջորդեց, ասում են ըստ որոշ լուրերի, չգիտեմ որքան վա ճիշտ որքան ասխալ, իր հետ արյունակցական կապ ունեցող, ասում են անգամ Ապորինի որդին, Ապորինի չասեմ, ամուսնական որդին ա եղել, ինչ ա եղել։ Երկրորդ, այսպես կոչված Թուրքմենբաշին, այն է բանը Գուրբանգուլի Բերդի Մուհամեդովը, հիմա նրա տղան է իշխում։ Եվ նորից սա հանուն ժողովրդի, ժողովրդավարության այսպես ուղիղ հղում անելով, տեսել ես, չի ասենք ոնց է գիր գրում գալիս են ասես ծափեն տալի բան անում եւ այլն, ընդ որում ես հիմա ասեմ որ չմոռանամ, այն ինչ որ Թուրքմենբաշում մոտ ես տեսնում եմ գիր գրել, երգել, չգիտեմ ես ինչ անել եւ այլն, դրա տարերը արդեն կամած սկսում են ժողովրդավարական բաստիոն Հայաստանում, այսպես սերմերը գցվել են արդեն, սպասում ենք թե երբեն դրանք բան դառնան։ Բռնապետության շատ ու շատ տարեր, բացահայտ նկատելի են այս իշխանության։ Այո, մենք դա առանձին բլոկով կխոսանք։ Շարունակությունը, հա, որպես այդպեսին, Ղազախստանը ուրեմն էլի հարուստ պաշարներով երկիր, այնտեղ ամեն ինչ շատ է, այս կողմ, այն կողմ, վերջի էլի Ղազախ ժողովուրդը մեր եղբայրական սիրելի Ղազախ ժողովուրդը ուզում էր ազատ ապրել, բայց օրինակ Նուրսուլտան Աբիշևիչ Նազարբայևը Հեյդար Ալիևի եւ Իլհամ Ալիևի ընկեր Նուրսուլտան Աբիշևիչ Նազարբայևը մինչև այս վերջերս բացարձակ իշխանության էր, անգամ հիշում ես իշխանության վերջին մի տարվա մեկ տարվա ընթացքում մայրաքաղաք Աստանան վերանվանեցին Նուրսուլտանով, փողոցները Նուրսուլտանով եւ այլն, այսինքն սա բայց նորից ժողովրդավարական, ժողովրդի դեմոկրատական այնտեղ էլ ընտրություններ էր տեղ ունենում, Նուրսուլտան Նազարբայևը ընտրվում էր եւ այլն։ Հայաստանում դու որ ասացիր, մոռացար ասել որ Թուրքմենբաշու ոսկե արձանը։ Այո, Թուրքմենբաշու ոսկե արձանը կա։ Նմանատիպ արձան հիմա Իջևանում էլ կա դրանց։ Բայց հա, ուրեմն նմանատիպ խոսքը շատ չերկարացնեմ։ Նմանատիպ դրսևորում Ուզբեկստանում Իսլամ Քարիմովի ներկայությամբ, նմանատիպ ուրեմն դրսևորում Ադրբեջան առանձին հատվածակցի դու ներկայացնես Հեյդար Ալիև այդ Ալիևյան ամբողջ կլանով դինաստիան, կրկին հանուն ժողովրդի ժողովրդավարության հողում կատարելով, նմանատիպ դրսևորումների փորձ առնվազն տեղ ունեցան սովետական մի քանի այլ երկրներում, եւ հիմա ամենակարևորը դրա ռետուշացված, որովհետեւ մենք պիտի հասկանանք, որ բռնապետությունները իրենք էլ են բանանում, չէ՞, տրանսֆորմացվում, ավտորիտար ժողովրդավարական բռնապետություն, իսկ եթե ֆրանսիական հեղափոխության ժամանակ ուղղակի սպանում էին, 21-րդ դարում դա դրսևորումը այլ տրամաբանությամբ է լինում։ Օրինակ մոլդովական օրինակը, հա, ասենք ամեն ինչ թղթով ճիշտ է, թղթով ճիշտ է ամեն ինչը, մասնակցել է Մայա Սանդուի կուսակցությունը հաղթել է։ Հետագայում կարող է պատմաբանները ինչ-որ միտեղ հիշեն, որ այնտեղ երկու կուսակցություններ կա, որ ուզում էր մասնակցել, բայց վերջին պահին դուրս թողեցին այդ երկու կուսակցություններին։ Այն մեկն է բյուլետենի չկարողացան հանեին։ Դա կարող է տեխնիկ, ինչպես ասում էր դասականը, տեխնիկական հարց է, բայց արդյոք սա ժողովրդավարական բռնապետության ցայտուն դրսևորում չի։
Մեր հարևան Վրաստան, Միխայիլ Սաակաշվիլի, հեղափոխությամբ իշխանության եկած էյֆորիայով բացարձակ եւ այլն։ Հələ մինչև հիմա քնվում են այն քրեական գործերը, որոնք որ Սաակաշվիլի իշխանության օրոք տեղի ունեցել բեսպրեդելի արդյունքում։ Այսինքն ուղիղ ամենաթողության, բացարձակ իշխանության այդ արբեցող զգացողության դրդված քայլեր։ Ոստի, ինչպես ասում են ռուսերենը լավ հնչում, ասում է власть развращает, абсолютная власть развращает абсолютно։ Ադրբեջանի մասը կխնդրեմ Այն Նարեկ քո բերած օրինակները, չգիտեմ ինչ ես կենտրոնացել, կենտրոնական Ասիայի վրա, դրանք շատ սպეციფიկ են, չնայած լրիվ այսպես տրամաբանության Չէ, եթե օրինակ Նոսուլտան Նազարբաևը կամ Թուրքմենբաշին հայտարարեն իրանց խան, շահանշահ, չգիտեմ ինչ, այստեղ խնդրեմ չի ունենա։ Բայց նայի։ Բայց սա հանուն ժողովրդի է, չէ՞։ Չէ, բայց դու բանը մենք խոսքի սկզբում ասացինք, չէ՞, Կեսարն էլ միանգամից ինքը իրան չասեց, որ իմ անունով այսուհետ պետքա կոչվի բացարձակ իշխանությունը, կայսր։ Ինքն էլ չէ ինչ որ էլի հանուն ժողովրդի, անուն Հռոմի Հռոմի հպարտ քաղաքացիների եւ այլն եւ այլն։ Հիմա չէ, այստեղ տրամաբանությունը բոլորի նույնն է, այսինքն բացարձակ իշխանություն, բռնապետություն, բայց դա ժողովրդին ներկայացնելու մեղմ ձևակերպումներ։ Մեկը հանուն ժողովրդի, մեկը ժողովրդավարական դրություններով, մյուսը չգիտեմ ինչ եւ այլն։ Բայց բոլորն է։ Հիմա կենտրոնական Ասիայի բերած օրինակները, քան որ սպეციფიկ ռեգիոն է, արևելյան տրադիցիաներով եւ այլն, այդտեղ այսպես շատ անսովոր չէ, որ այդպես կարող է լինել։ Բայց հիմա մենք նայենք այստեղ ինչ բան տեղի ունեցավ քո ասած վերափոխում։ Սովետական միության Կոմկուսի քարտուղարները, ցեկայի քարտուղարները դարձան անկախ ժողովրդավարական պետությունների ընտրված նախագահներ։ Այսինքն ոչ մի բան չփոխվեց, ոչ մի բան, արևելյան ասածված Հասան Քաչալ Հասան։ Ոչ մի բան ըստ էության չփոխվեց։ Այսինքն այն ժամանակ Կոմկուսի ցեկայի քարտուղարներ հիմա անունը փոխվեց, դարձավ իրենց նույնիսկ կաբինետները մնացին նույնը, պատավատները մնացին նույնը, մենակ երևի համարները փոխվեցին, մեքենաների, հա, ոչ մի բան ինչպես Կանաչ դրոշը հանեցին, ասեն կանաչ դրոշը դրեցին։ Ոնց որ մեր բակի մեջ ասում ծառայական 24-ը վերածվեց 24-10-ի, ոչ մի բան, այսինքն իրենց ծառայական 31-ները վերածվեցին Mercedes 600-ների, ոչ մի բան դրանից հետո չփոխվեց, բայց Չայկաները, հա, 31։ Չէ, Չայկան բանում էր, Մոսկվայում էր, նրա այստեղիները, հա, լավ, Չայկա, ընդունենք Չայկա։ Ղազախները Չայկա ֆռայն։ Լավ, ընդունենք։ Հիմա, բայց այստեղ բան գնանք, էլի ֆիքսենք հետեւյալ, սովետական միությունը արտակուստ ֆիքսված էր որպես օրենքներ, ժողովրդավարական երկրի ժողովուրդը իշխում էր այս մարդկանց միջոցով։ Բայց հիմա գանք մինչև Հայաստան գալը, չէ, Հայաստանը կարևոր է։ Տեսական բաներ, նայ, օրինակ, Լատինական Ամերիկա, Ուգո Չավես։ Ինչ ասում Ուգո Չավեսը։ Ասում է, երբ որ ինքը դառնում է, հանձին Ուգո Չավեսի իշխում է ժողովուրդ։ Այսինքն Ուգո Չավեսը իրեն ու ժողովրդին նախ նույնականացնում է, հետո ասում է, որ ես եմ, ուրեմն դուք եք։ Հիմա ես եմ այս կառավարության շենքում նստած, բայց դուք եք։ Ես եմ վարչապետ, ոնց որ դες կամաց ինչ ես, բայց բոլորդ էլ վարչապետ եք։ Ուղղակի այս պահին դուք զբաղված եք, ասենք Տաշանակիր գործ եք անում արևի տակ, Հարարատյան դաշտում, ասենք, արևի տակ խաղ եք աճեցնում։ Քանի որ դուք զբաղված եք, ես եկա Մելիք Ադամյան այս շենքում ես նստեմ։ Հենց դուք այդտեղ ձեր գործը վերջացնեք, դուք կգաք, որտեղ բոլորս էլ վարչապետ են։ Մելիք Ադամյան չէ, կառավարական տուն համար 1։ Հա, լավ, մեն հետևից ես ասեցի, բանի մուտքից։ Մի խոսքով, սա տեսությունն է։ Ինչ եմ ուզում ասում, կապ չունի դա Լատինական Ամերիկայում է, Կենտրոնական Ասիայում է, Մերձավոր Արևելքում է, թե այլ ասում տրամաբանությունն է նույն, այսինքն քեզ ասոցացնում է ժողովրդի հետ եւ քո բոլոր քմահաճույքները ներկայացնում է ժողովրդի համար ու ժողովուրդը դա այսպես շատ բաներով ագրեսիվ չի ընդունում, ասում է դե մեզնից մեկն է, մենք ընտրել ենք, դե թող անի, մենք ենք։ Հիմա ավելի Ադրբեջան, այսպես կես ասեմ, ոնց որ այդ նույն տրադիցիաները ինչ որ կային Խորհրդային միությունում եւ արևելյան տրադիցիաները խտացված էր Հեյդար Ալիևի կերպարի մեջ, որը բավական բարդ իրավիճակում դառնալով Ադրբեջանի նախագահ, բարդ իրենց համար բարդ, այո, բայց Էլչիբեյը թողեց գնաց, իշխանությունը փոխանցեցին մի խոսքով Ալիևին
հետո արդեն Հայր Ալիևը ուրեմն կարողացավ այդ արևելյան տրամաբանությամբ երկրի իշխանությունը վերածել ժառանգական իշխանության, բայց պահպանելով ժողովրդավարության բոլոր թվացյալ ատրիբուտները, վիտրինայում եղած ատրիբուտները։ Եղավ իշխող կուսակցություն, խորհրդարանական ընտրություն եւ այլն, հետո դարձավ Իլհամ Ալիևը, չէ՞, փոխվարչապետ, հետո եւ այլն ու դարձավ նախ։ Բայց հիմա արի վերջո գանք այս տեսությունների կոնտեքստում նաեւ գանք Հայաստան ու տեսնենք այս ամեն ինչը, այս ժողովրդավարական բռնապետությունը ինչպես է դրսևորվում Հայաստան։ Հիմա կարող եմ բան անեն, այսպես ասեն, ինչպես եք մեզ անվանում բռնապետներ։ Այ դուք հիմա երկուսով նստել եք, խոսում եք, ուրեմն խոսքի ազատություն կա եւ հետո մեզ անվանում եք բռնապետներ։ Հիմա Չարենցներ գրում էր նեղ ճակատ կինտոն այդ ժամանակ, հիմա դենց որ այդ զուգահեռը շատ բան չի։ Բայց արի տեսական բաները նայենք, էլի։ Հայաստանում տեղի ունենում խորհրդարանական ընտրություններ։ Իշխանության ձեռքին կենտրոնացած են ադմինիստրատիվ ռեսուրսները։ Մենք դրա կիրառումը տեսնում ենք։ Պատարակներին բերված մարդիկ, չգիտեմ, մարզպետարանի աշխատողներ եւ այլն, ուխտաերթեր, այսինքն ադմինիստրատիվ ռեսուրսը աշխատում։ Սահմանադրությունը թույլ է տալիս մի անձի անսահմանափակ անգամներ ընտրվել վարչապետ։ Եթե նախագահի դեպքում սահմանափակում կար, վարչապետի դեպքում սահմանափակում չկա։ Ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունենում, խորհրդարան է ձևավորվում, դա ընտրվում է, դառնում է վարչապետ։ Ամենի ժողովրդավարական այսպես ատրիբուտները պահպանված են, բայց հետո այդ նույն ընտրված վարչապետը ասում է դատավոր կա, որ իմ ասածը կարող է չանել մեկ։ Հայհոյում է ազգային ժողովի ամբիոնից, դա համարում են նորմալ։ Հայհոյում է քարոզարշավի ժամանակ, սպառնում է մուրճով, մուրճը, որը երբեք խաղաղության խորհրդանիշ չի, չէ, մուրճը վերածում են ժողովրդավարության, իրենց ժողովրդավարության այսպես ատրիբուտի եւ ասելով ժողովուրդն է այս պողպատե մանդատը մեզ տվել։ Այ մենք հիմա այս մուրճով խփելու ենք բոլոր ընդդիմադիր ուժերին, եկեղեցուն, սրբազաններին եւ այլն, բայց դա մենք չենք, դա ժողովրդավարության օրենքն է, ժողովուրդն է մեզ տվել։ Հիմա այստեղ է որ տեղի ունենում այլասերում, այսինքն ժողովրդավարությունը դուք օգտագործում եք իչարս, այսինքն դուք ուզում եք ձեր անձնական իշխանության հավերժությունը, դուք ուզում եք ձեր անձնական վրեժխնդրությունը, անձնական ինչ-որ բարդույթների բավարարումը, բայց դրա համար հղում եք տալիս ժողովրդին։ Անկամ այդ մուրճը ասում եք իմը չի, ժողովրդի մուրճն է։ Հետո գանք շարունակենք, հա։ Ուրեմն այս ճանապարհով ընտրված մարդը մտնում է եկեղեցու գործերի մեջ եւ պարզը չէ որ հրահանգման արդյունքում դատարանները վճիռներ են կայացնում ամենայն հայոց կաթողիկոսի վճիռների շուրջ, աբսուրդի գագաթնակետ, այսինքն մի մարդու ցանկությամբ դատական համակարգը հեռանում է իր արմատներից, ժողովրդավարական այսպես արման եւ դառնում է անհասկանալի որոշումներ ընդունող մարմին, որը նույնիսկ մեզ համար որպես ոչ իրավաբանների անսովոր ինչպես կարող է դատարանը վերականգնել կարգալույծ եղած քահանային, ինչպես կարող է դա լինել, չէ՞ որ իշխանության տարանջատման մարմին այսպես սևը սպիտակով բաներ կան, այո, այսպես սահմանումներ կան եւ այլն եւ այլն։ Եվ այս կոնտեքստում արեք գանք այստեղ անձի պաշտամունքի տարերին։ Հիմա նայ գործող վարչապետը իր թիմում իր բոլոր ելույթները, իր բոլոր քայլերը եւ այլն գնում են դեպի բացառիկություն։ Իր մեքենայի համարը բացառիկ է, ինքը որ մտնում է բոլորը պետք է ոտքի կանգնեն, իր ելույթները անքննելի են։ Ազգային ժողովի ամբիոնից ասված իր բոլոր խոսքերը, իր ամբողջ թիմը միայն արդարացնում է, որևէ կերպ չի ասում, որ սա ինչ որ բան սխալ է։ Սա գիտես ինձ ինչ է հիշեցնում, կաթոլիկ դավանաբանության համաձայն ամբիոնից Հռոմի պապի հնչեցրած խոսքերը անքննելի են, ճշմարտություն են։
եթե Հռոմի Պապը ասում է ամբիոնից ինչ-որ մի բան, պաշտոնապես է, լատիներեն կոչվում է ex cathedra, եթե չեմ սխալվում, ամբիոնից ասված։ Հիմա Փաշինյանի ազգային ժողովի ամբիոնից ասված խոսքերը իրենց համար ex cathedra են, այսինքն անքննելի են։ Հիմա սրանք ժողովրդավարության, իրական ժողովրդավարության հետ ինչ կապ ունի։ Հիմա մի քանի այլ օրինակներ եմ ուզում։ Կրիտիկական իրավիճակներում նախընտրական շրջան, չգիտեմ, հանրահավաքային շրջան, ամբողջ համակարգը կենտրոնանում է այլախոհ, այսպես հատվածների, քայլերի, գրառումների վրա։ Օրինակ, անուններ չտալով ըստ օդում կախված լուրերի, ասենք այդ տիպի ժամանակներում որոշակի նախարարություններ, նախարարներ սկրինշոթեր են անում, թե օրինակ համալսարանի դասախոսները Facebook-ում ինչ են գրում։ Ինչպես են քննադատում իշխանությանը, կամ ինչ կարծիք ունեն, կամ ինչ ստատուսներ են գրում, հա, սկրինշոթեր, այսինքն դա կարելի է սկրինշոթերի նախարարություն, կամ այդ նախարարին ասեն տեն սկրինշոթ էս ինչը, որ անդա ինքը զբաղված է, ասում է, հələ նայի, բայց ես ուզում եմ իրենց տրամաբանությամբ, էլի մի հատ թող նայեն, հələ նայի, էս գիտնականը կամ էս բժիշկը պետական համակարգում, հələ նայի ինչ է գրել Facebook-ում, մեզ քննադատում։ Հիմա մի հատ եկեք մի րոպե այդ Նժդեհի ասած իշխանության արբեցումից մի րոպե մտեք խումհարի մեջ, էլի գոնե, կամ հետ խումհարային վիճակ։ Բայց եթե ժողովրդավարությունը, բա ինչ պիտի անի։ Բայց եթե ժողովրդավարությունը ինչի եք զարմանում, որ կարող է որևէ դասախոս, որևէ բժիշկ, որևէ մեկը ձեզ հետ չհամաձայնվելով իր կարծիքը հայտնի։ Եթե դուք դա համարում եք շատ վատ բան ու ինչ որ նախարար այսա հարվում է, որ ինչ որ մի դասախոս գրել է քննադատական բան, ուրեմն դուք պետք է մի րոպե սթափվեք ու հայտարարեք, մենք ժողովրդավար չենք։ Մենք սուտ ենք ասել ձեզ, որ մենք ժողովրդավար ենք, որովհետև եթե դուք ժողովրդավար եք, դա ձեզ համար ոչ մի այսա հարող նշանակություն չպետք է ունենա։ Ռուբեն, չեմ կարծում, որ միայն այդ սկրինշոթերն են, որ ես օրինակ բերեցի։ Հա, որ Արհավաչյանը նրա թե ինչ բովանդակության իշխանությունը Հայաստանի իշխանությունը, բայց ես մի քիչ ուզում եմ կենտրոնանալ այս իշխանության առաջնորդի անձի պաշտամունքի տարերի ստեղծմանը, որ այսօր հետևողականորեն իրականացվում է Հայաստանի Հանրապետություն։ Ընդ որում, սա էլ պիտի ասեմ, եթե մեր նշած օրինակներ, անշուշտ չեմ խոսում Կեսարի, Մակեդոնիացուն, Նապոլեոնի եւ այլն, այսինքն հետսովետական տարիների նշած օրինակները, այնտեղ ինչ որ ուժեղ բռնապետեր էին, քո ասացի պես սովետական տարիներից ցեկայի քարտուղար դարձած, տասնյակ տարիների իշխանություն ունեցող, փող ու կապիտալ քաղաքական հմտություններ եւ ղեկավարման փորձ ձեռք բերված կերպարներ էին, որոնք արևելյան այդ երկրների համար, ասիական, հա, կենտրոնասիական երկրների համար միգուցե եւ սովորական կամ նորմալ երևույթներ են, ու այնտեղ ամենաժողովրդավոր մարդիկ չէ, որ օբյեկտիվորեն կարող էին գալ իշխանության, ապա Հայաստանի պարագայում անձի պաշտամունքի տարրերն են մցվում մի մարդու մասով, որը պարտվել է հայ ժողովրդի ամենաճակատագրական պատերազմներից մեկում, որի օրոք հայ ժողովուրդը դուրս է եկել իր հնամենի հայրենի հատվածից, Արցախից, որը տասնյակ եւ հարյուրավոր սրբավայրեր է թողել թշնամուն, որպեսի թշնամին հետագայում դրանք բոլորը պղծել ու կործանել է, կամ պղծում եւ կործանում է դեռևս մինչեւ վերջ չի հասցրել, անձի պաշտամունք է մցվում մի մարդու նկատմամբ, որը ուղակի ստորացման է ենթարկվել Հայաստանի թշնամիների կողմից, վերբալ, հա, խոսույթի մակարդակով ստորացման, ձեռառնելու է ենթարկվել։ Անձի պաշտամունք է ստեղծվում մի մարդու նկատմամբ, որի մասին հայտնի հիթային երգեր կան Ադրբեջանում, իդեմս Նեոլդու, Փաշինյանի եւ մնացած այլ բաների, ու եւ սրա մեջ հասկանում ես շատ ավելի
սարսափելի տարեր կան, հա, թե ում անձի պաշտամունքն է, արդեն անձի պաշտամունքը վատ բան է, բայց եւ որ նայում ես թե ում անձի պաշտամունքն է, դա կներողություն, դա կկնակի ավելի վատ բան է։ Եվ մի քանի տա օրինակներ դու բերեցիր արձանի օրինակը, որ եւ այլն, հա, այսինքն մարդուն կենթանության անունով արձան են դրել իր հայրենի Իջևան քաղաքում, այդ արձանը ենթադրում եմ ուշիոշով հսկվում է իրապահ համակարգի կողմից, որպեսզի որևիցե մեկը դրան վնաս չտա, եւ ինքը լավ իմանալով որ իր արձանը տեղադրվել է այնտեղ, շդաշա ոչ միայն հանդուրժում է, այլ նաեւ ենթադրում եմ խրախուսում է այդ հանգամանքը, հակառակ բարակայում վաղուց դա հանված եւ մի կողմ դրված կլիներ։ Սա մեկ։ Երկրորդ հանգամանքը ուրեմն կասի դա իմ արձանը չի, դա ժողովրդի արձանն է, բողոքի այդ գեներացնողի արձանը։ Երկրորդ կարևոր օրինակը, հա, այդ բաները, արևելյան բռնապետական բաներին, օրինակ, այս հիմիկվա գործողը, այսինքն գործողը չի գործողի հայրը բանս, այդ Գուրբանգուլի Բերձի Մուգամեդովը խոհանոցային գրքեր էր գրում, խոհանոցի կուլինար գրքեր էր գրում, ու ես կադրերը տեսել եմ, էլի ոնց են ասենք, վստահ եմ YouTube-ով ուզենա կարող է տեսնել, էլի ոնց էին գալիս, ասենք այդ պետական ապարատի աշխատողները, այդ ասենք չգիտեմ, օրինակ է, ասենք չգիտեմ, գառան խորոված սարքելու մասին, ասենք ռեցեպտ պարունակող գիրքը վերցնում, սենց արևելյան ձևով կպցնում իրենց ճակատին, որոշակի այսպես կուզեկուս կիսաչոք վիճակում եւ որպես այսպես սուրբ գիրք, հա, ներողություն ճակերտներով աշխ սուրբ գիրք, տանում էին իրենց հետ, որովհետեւ այդպես էլ պրոտոկոլը արևելյան եւ վայնյան ով այդպես չվարվեր։ Հիմա արի մի հատ գանք ժողովրդավարական հանուն ժողովրդի Հայաստան։ Նիկոլ Փաշինյանի աֆորիզմները։ Անշուշտ ընտանիքը բանը չէ։ Հա, որոնց նախանձեր ինքը Ֆերդուսին դարձել են փաստացի դուրս արի Երևան եւ Երևանում այո Երևանում բազմաթիվ տեղերում կհանդիպես այդ իմաստաբանությանը որին ասում եմ արևելյան լավագույն փիլիսոփաները կնախանձեին որ մարդը այդպես մտածել է որ փաստորեն բայց կներես պիտի ես զուգահեռ տանեմ այդպիսի աֆորիզմներ կան Թուրքիայում որը Աթաթուրքի աֆորիզմներն են Երջանիկյանն ով Թուրքիայից ծնվել այդպիսի աֆորիզմներ Սովետական միությունում Ստալինի խոսքերը Լենինի խոսքերը որ սովորել ավելին քեզ ասեմ գրքից խոսեցիր Թուրքիայում պարտադիր էր Թուրքիայի նախագահ Աթաթուրքի ելույթների ժողովածուն Նութու կանոնով բոլոր տներում դա կա Սովետական միությունում Լենինի հատորները Ստալինի հատորները հիմա ես ուզում եմ որ ժողովուրդը տեսնի որ Փաշինյանը կան եւ Փաշինյանի եւ նրա իշխանության մոտ ելի եմ ասում սա վիրավորանք չի սա բնութագրում է բացահայտ բռնապետության բոլոր տարերը կան քողարկված ժողովրդավարությամբ հիմա որ դու ասում ես այն սկրինշոթը մենք պայմանական ասում չէ բայց մտնում նայում են թե որ օկտատերը ինչ է գրում դա նույնն է որ դու օրինակ ես բերել որ մեկը ոդկով հարվածում էր կառավարության դռանը բյանքի ասում են իրա դուռնը հարվածում է բայց հետո ֆիքսել են չէ որ հարվածողը էս ինչան էս ինչն է այսինքն որ այլևս երբեք չհարվածեց հիմա եթե այո եթե դուք այդպես ժողովրդավար եք այդ ժամանակ որ ասում եք դե կառավարության դռանը կարելի է հարվածել բա հետո ինչ են ձեր նախարարները տարբեր գերատեսչություններ որոնք լրիվ ուրիշ ֆունկցիաներ ունեն ինչի են դեգերում սոցցանցերի անդաստաններում փնտրելով ձեր իշխանությանը քննադատող դեգերելը թափառելն է լավ իմաստով բաներ գրառումներ քննադատություններ եւ այլն Շարունակելով քո թույլտվությամբ անձիշխանության այսպես դրսևորումները մենք ասացինք աֆորիզմները եւ այո այդ աֆորիզմները այնպես չէ որ Նիկոլ Փաշինյանն կամ իր իշխանությունը բացառիկ եւ նորամուծություններ եւ նոր հեծանիներ հորինող իշխանություն այդ կլասիկ մեխանիզմը գոյություն ունի տարիներ դարերով ի վեր ստեղծված որը այս կամ այն կերպով ռետուշ է լինում մեր մոտ էլ ինչպես ասել ենք այդ առումով օտարի սվինների վրա դրված կոլաբորացիոնիստական իշխանություն ներսում ոստիկանապետություն ստեղծած հիմա իրական Հայաստանի գաղափարախոսությունը Աթաթուրքի ելույթների ժողովածուն է սա հյուսիսային ես ավելի շատ համեմատում եմ այդ Կիմիրսենյան Չուչխե գաղափարախոսության հետ որը պարտավոր է ցանկացած հյուսիսկորեացի կարդալ եւ անգիր իմանալ եւ առաջնորդվել ու ապրել դրանով հիմա իրական Հայաստանը դա Նիկոլ Փաշինյանի Չուչխեն է որը այլևս մենք չենք էլ նկատում թե ինչպես է կամ նկատում ենք ու բարձրաձայնում ենք թե ինչպես է պրակտիկ առումով մտնում կամած հանրային դաշտ Արա գիտես ինչ հիշեցի մի բան էլի ասում լավ հիշեցի խորհրդարանում կառավարության ծրագիր էր ներկայացվում տարիներ առաջ
այդ անձի պաշտամունքը եւ այդ բռնապետ։ Ես հիշում եմ, որ երբ որ Փաշինյանը դա ներկայացնում էր, իր падգամներից մեկը ասում էր. «Պարոն Փաշինյան, եթե դուք այդ ամբողջ ծրագրը գրած լինի, ամեն ինչ լավ է լինելու, միայն այդ ես կողմ կքվեարկեմ»։ Այդ 2018 թվականի կառավարության ծրագիրն է։ Սա հասկանում եք, ժողովրդավարությունը պահանջում է, որ կառավարության ծրագիրը լինի հիմնավորված ինչ-որ փաստաթուղթ իր տրամաբանությամբ։ Հիմա ժողովրդավարական ճանապարհով ընտրված Հայաստանի խորհրդարանում մեկը ասում է. «Դա կապ չունի, դու ինչ որ գրես, մենք դրան հավատում ենք»։ Եվ պատահական է, որ ՔՊԻ-ի սիրած երգը ուր որ գնաս հետդ կգամ երգն է, որի ժամանակ Փաշինյանը կանգնում է կենտրոնում, պարում են բոլորով եւ ակնհայտ է, չէ՞ թե այդ երգի բառերը ովքեր ում են հղում։ Հիմա դա ժողովրդավարություն է, թե ոչ։ Ֆանտաստիկ ժողովրդավարություն։ Այսօր հաղորդում եմ շաբաթով ներարձակվելու 4-7 օրը եւս 2 ամսով երկարացվեց Բաղրատ arczepiskopos Գալստանյանի կալանավորումը, Աստվածօգնական Սրբազան հայր, եւ փաստացիորեն այս պահին բանդային պայմաններում ապրում է երկու հայրաքելական եկեղեցու երկու arczepiskopos, մեկը Բաղրատ arczepiskopos Գալստանյանը, մյուսը Մայրաթորի դիվանապետ, Արշակ arczepiskopos Խաչատրյանը, Աստվածօգնական Սրբազան հայր եւ ազատություն եմ մաղթում։ Ես վստահ չեմ, իրենք քեզ նայում են։ Ամեն դեպս ես իմ պիտի ասեմ, եւս երկու arczepiskopos, հայրաքելական եկեղեցու երկու պայծառ դեմք եւ պայծառագույնը կներես պիտի ասեմ նրանցից Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Ես քեզանից ավելի շատ կասեմ։ Հա, Աջապահյանը այս պահին գտնվում է տնային կալանքում, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը գտնվում է տնային կալանքում եւ ուշադրություն 7 եպիսկոպոս arczepiskopos-ի վրա հարուցվել է քրեական գործ Հայաստանից չբացակայելու արգելքով, որովհետև լինելով Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, խորհուրդ են տվել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին կարգալույծ անել Տիրադավ Արման Սարոյանին, անուն ազգանուն անգամ չեմ ուզում տամ, այնքան բան եմ զգում, զզվանք եմ զգում այդ անուն ազգանունը տալուց։ Ամեն օր ավելի, իր ամեն մի հարցազրույցից հետո ավելի մեծ atvrashение ռուսերեն լավ բառ կա։ Այսինքն նորից հիշում ենք, չէ՞ որ մենք որտեղ ենք ապրում։ Ժողովրդավարական բաստիոնում, որտեղ լեգիտիմ ճանապարհով ընտրված վարչապետը որևէ ազդեցություն չունի որևէ այլ իշխանական մարմինների ինքնուրույնության վրա։ Բացարձակ։ Եվ դատարանները խիստ տարօրինակ ձևով իր ելույթից 1 ժամ անց Facebook-յան գրառումից 1 ժամ անց ինչ որ որոշում են ընդունում։ Ելույթից հաջորդ օրը ինչ որ քայլեր են անում եւ այլն, բայց եթե դու նկատում ես Նարեկ Փաշինյանը ինչ է խոսում, ժողովրդի քվեով լեգիտիմ ընտրված վարչապետն եմ ես ու հաջորդի, բայց այստեղ ժողովրդավարության հետ կապված ձևակերպումը միայն դա է, ժողովրդի քվեով ընտրված վարչապետ, բովանդակությունը տակը ինչ որ կա, դա ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ, դա բացահայտ բռնապետություն է, որովհետև արվում է մեկ անձի կամ մեկ ուժի ցանկությամբ նպատակներից ելնելով, առաջնահերթություններից ելնելով քայլեր, հրահանգներ տարբեր այսպես գերատեսչությունների խախտելով այդ ճանապարհին գրված ու չգրված բոլոր օրենքները։ Հիմա այս վերջի շրջանում, որ ՔՊ-ի այդ նախընտրական ցուցակն են ընտրում, այդ ասում են, տեսեք ինչ ժողովրդավարական ենք մենք, որ ոչ թե մեր առաջնորդն է որոշում, թե առաջինից 50 համարները ովքեր են լինելու, այլ մենք ենք որոշում, մենք ենք ընտրում եւ դրա համար նաեւ քարոզում են, չէ՞, տարբեր ԿՊԱ-մերձ մարդիկ նաև իբրև անկախ տեսեք, ասում եթե այս ճանապարհով իրենք իրենց ցուցակն են ընտրում, պատկերացրեք ինչքան ժողովրդավար են եւ ինչքան ժողովրդավար կլինեն հետո, բայց սա մեծագույն ֆարս է, որովհետեւ ուզում եք այդ հաջորդ 50-ը ինչ ովքեր ուզում են լինեն, մեկի առաջի համարը բռնապետական հակումներով հստակ բռնապետական հակումներով եւ անverջ իշխելու, քանի որ համառությունը թույլ է տա, անverջ իշխելու կարծես անհակ ցանկությամբ մի մարդ է, դիվ դրա համար այդ ասենք 7-րդ տեղն ով է, 17-րդ տեղն ով է, հիմա պատկերացնում եք, ասենք կարող է ասել ժողովրդի կամքով ես 186-րդ տեղում այդ դրված տեխնացուին բերում եմ 18-րդ տեղ, որովհետև ես ժողովրդի կամքով ընտրված լեգիտիմ վարչապետն եմ
Ես այդ դրա իրավունքը ունեմ։ Հետևաբար այս ֆարսերը, որ մենք էս ենք անում, ենք անում եւ այլն, նույնպես ժողովրդի աչքին է ժողովրդավար երևալու, բայց իրականում խորքային այդ բռնապետական քայլերը ավելի մեծ ինտենսիվությամբ առաջ տանելու համար է։ Եվ եթե իրենք, ես չգիտեմ, մի պահ սթափվեն, իրոք կամ փորձեն իրենց հետ անկեղծնել եւ նայել Պահքի շրջանում են երևի կոմոդ է տարվով քրիստոնեական զգացողությունները հաղթահարում են քեզ որ մտածում ես որ հավանական ես համարում կամ հավանական չասեմ մտքի ծայրով անցնում որ նման բան հավանական է լավ կամ ես անհույս լավատես եմ այսպես մի պահ մտածեն իրենց ասեն լավ էս ինչ ենք անում մի հատ հիշեն իրենց օրինակ հիշեն թե ինչպես էին մտածում իրենք 2008-ին 10-ին օրինակ մտածեին որ ինչ որ բուհից կարելի է որևէ դասախոսի հանել քաղաքական հայացքների համար օրինակ եմ ասում եւ իրենք ինչպես կընդունեն կամ իրենք ինչպես են ընդունում իրենց հանդեպ ինչ որ քայլեր ինչպես են դա մեկնաբանում եւ այլն եւ հիմա մի հատ տեսնեն թե իրենք ինչ են անում եւ տեսնեն թե ինչպիսի անձի պաշտամունքի ինչպիսի բռնապետական ռեժիմի կայացնողներ են իրենք եւ եթե նայենք իրական ժողովրդավարություն գիտես ինչ օրինակ Նիդերլանդները վերցնենք ես անցած տարի կարծեմ մամուլով հետ եմ այնտեղ վարչապետի պաշտոնի համար ոչ թե պայքարում են այլ ասում են ես չեմ ուզում լինեմ բայց լավ էլի ստիպում են որ լինեմ որտեվ երևի ժողովրդավարության ինչ որ այլ մակարդակ իրական իրենց մոտ ոչ թե որ sense ձգտում են խելապակաս sense արագությամբ խելահեղ արագությամբ որ միայն թե մենք այս ամեն ինչից չզրկվենք բայց էլի բանի ժողովրդի անունից Для народа եւ հանուն ժողովրդի Հիշում ես չէ բանի Մարատի բանը ոնց էր կոչվում թերթը ոնց էր բան Друг народа դե հա այո ժողովրդի բարեկամ հա ժողովրդի ընկեր ժողովրդի բարեկամ այո Համենայն դեպս մենք ունենք այն ինչ որ ունենք պրոֆեսոր Մենք այսօր խոսում ենք ժողովրդավարական բռնապետների եւ բռնապետությունների մասին, այսինքն այն մասին, որ ձևով այդ երկրները ժողովրդավար են, անցկացվում են ընտրություններ, ես են արվում եւ այլն, բայց իրենց բովանդակությամբ ըստ քաղաքական իրավիճակի եւ ըստ տարածաշրջանի որոշակի այսպես բաների, առանձնահատկությունների այդ կվազի ժողովրդավարական ռեժիմները, որոնք իրականում խորքով բռնապետական ռեժիմներ են, չեն հանդուրժում այլակարծություն, իրենց համար հասու միջոցներով ինչ որ ձեռքներից գալիս է, խեղդում են ցանկացած այլակարծություն եւ թիպիկ խնդիրներ իրենց առջեւ դնում, պահել իշխանությունը հնարավորինս շատ ցանկալի է ցկյանս։ Ահա այդպիսի ճանապարհին է այսօրվա Հայաստանը, որտեղ այսօրվա ժողովարչապետ ժողովրդավարական այսպես ընտրություններով ընտրված եւ հանուն ժողովրդի վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը, իդեպ հայոց պատմության մեջ երևի թե առաջին անգամ ներողություն Հայաստանի անկախ հանրապետության պատմության երևի թե առաջին անգամ ամենայն հավանականությամբ դառնալու է երրորդ բանը վարչապետը երկարաժամկետ ավելի եւ մենք այդ ամեն ինչը անշուշտ լինելու է այդ ամբողջ այդ համակարգի ստեղծումը ըստ դրա այլասերումը դրա այսպես մոնստր դառնալը հա մարդկանց բանտերն դելով քաղբանտարկյալներով բանով այդ ամեն ինչը արվում է հանուն ժողովրդի անունից ժողովրդի տված մանդատի համաձայն եւ ժողովրդին հղում անելով Եվ սա այն կլասիկան է, որ եղել է, որովհետև ցանկացած այլանդակություն մշտապես արվում է հղում անելով այդ օրվա ժողովրդի ցանկություններին։ Արեք, եթե ես էլ փորձեմ ամփոփել, ինձ թվում է, գիտես ինչ, մարդկության պատմության մեջ երբ միգուցե դա նեյրոլինգվիստիկ ինչ որ ոլորտից է, այլն, այս ամեն ինչը դրա պատճառն որ ուղիղ հնարավոր չի ասել ժողովուրդ, ես բռնապետ եմ եւ ես անելու եմ այնպես ինչպես ես ուզում եմ եւ ազգային ժողովի ամբիոնից հրահանգներ եմ տալու Facebook-ով հրահանգներ եմ տալու ոչ պատշաճ բառը պաշար եմ կիրառելու հոգեվորականների հանդեպ եւ այլն Դե եթե պատկերացնես կներես 1000 անգամ մտածում եթե այն ինչ որ ինքը անում էր ասենք 2018 թվականին հրապարակում մինչեւ իշխանության գալը ինքը հայտարարեր
թե ինչա պատրաստում անի առաջիկա 8 տարվա ընթացքում ու թվերը այն ամենը կամ այն ամենի 5%-ը ինչ որ ինքը արեց։ Ո՞վ է հայտարարել, ինչի բոլշևիկները հայտարարում են որ գալու են Չարենցին գնդակարեն, որտեղ չէին հայտարարում։ Չէ, չէին ասելու մեծ կորուստ։ Հասկացա, բայց չէին ասելու բոլոր այլախոհներին կամ ինչ որ մեղադրանքներ։ Բնականաբար այդ ոչ ոք այդ բանը չի ասում, բայց նաև իրենց այդ կտրվածություն, իրենք իրոք կտրվել են իրականությունից։ Իրենք դրա համար ասում, եթե իրենք այս քրիստոնյաները չգնում են պատարակների, բաների հիմա։ Մի պահ եթե կանգ առնեն, իրենք տեսնում իրենք ոչ միայն իրենց այն նախորդ փուլի կյանքի հետ ոչ մի կապ չունեն, չեմ ասում որ հիմա ավելի բարեկեցիկ են ապրում, այլ իրենք կտրվել են իրականությունից եւ նայ օրինակ իրենք միգուցե իրենց մասին արդեն երրորդ դեմքով են խոսում։ Այն որ ինչ որ ասուլիսի ժամանակ տեսա որ մի նախարար լրագրողին չեմ հիշում ձեր լրատվամիջոցի երթեւը որ ասեց ձեզով է թույլ տվել նախարարի հետ բանավիճել, այսինքն նախարարը դա արդեն գիտեք ինչ որ անհասանելի ինչ որ ոչ դու ժող նախարար ես ժողովրդի նախարարն ես այսինքն քո հետ բանավիճել այլևս հնարավոր չէ դուք այլ բանում եք գտնվում իզմիլենիայում այլ հարթությունում եք գտնվում եւ այլն մի խոսքով եթե ամփոփենք այդ քանի որ ժողովրդի հետ մարդկության պատմության ընթացքում բաց ասել որ ես բռնապետ եմ եւ լավ եմ անում որ բռնապետ եմ մեծ մասամբ հնարավոր չի եղել չհաշված բացարձակ միապետներին Լյուդովիկոս 14-րդի ման չնայած ինքը Լյուդովիկոս 14-ի խոսքը ասեց կառավարությունը դա ես եմ Ուգո Չավեսի խոսքը ասեց Հանձին Ուգո Չավեսի իշխում է ժողովուրդը հանձին Նիկոլ Փաշինյանը իշխում է ժողովուրդը եւ այլն այս ամեն ինչը բոլորդ վարչապետ եք այս ամեն ինչ ասեց հնարավոր չի դրա համար այս ճանապարհն են դրել եւ մեր խորին համոզմամբ աշխարհում իրական ժողովրդավարություններ երևի շատ քիչ տեղեր կան, օրինակ չեմ Նիդերլանդների այդ օրինակը բերեցի, եւ այն ինչ որ կա, դա ժողովրդավարական բռնապետություն է, կամ բռնապետություն է ժողովրդավարական, այսպես քողի ներքո։ Հետևաբար շատ մեծ հույսեր ու ակնկալիքներ ունենալ դրա հետ պետք չէ, որովհետեւ դրա պատճառած հիասթափությունը լինելու է մեծ։ Եթե մենք մոտնանք այլ տեսանկյունից, որ սա բռնապետություն է, դա որ մեզ համար զարմանալի պետք է չլինի, որ Պակրատ Սրբազանի կալանքը երկարացրեցին, Միքայել Սրբազանի տնային կալանք տվեցին եւ մնացած ամեն ինչը, որովհետեւ հիմա ինչպես չեն զարմանում բռնապետական երկրների քաղաքացիները, այնպես էլ պետք է մենք չզարմանանք։ Ուղղակի այդ բանը պետք է հանել էլի այդ ինքնախապեյությունը, որ այդ ձևակերպումները պետք է ոնց որ գոնե առերևույթ հանել, որպեսզի մեր ընկալումները շատ չվնասվեն այս իրողությունից, որում մենք հայտնվել ենք բոլորովս։ Դե ինչ, Ռուբեն, ամփոփելով ասեմ, որ եթերում Պրոֆզորույց 22-ն էր, մեր թվով 22-րդ ոդքասթը, հաղորդումը, այն վարում էր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը եւ ես Նարեկ Գալստյանը, շարունակեք 24-ում ամեն շաբաթ ժամը 22:00-ին եզակի բացառություններով այդ բացառությունների մեծ մասի պատճառն էլ ինչպես Ռուբեն Մելքոնյանը արդարացիորեն նշեց եղել եմ ես եզակի բացառություններով ամեն շաբաթ 22:00-ին շարունակեք հետևել Պրոֆզորույցին մենք կհանդիպենք լավ եղեք մնացեք խաղաղությամբ բայց տենց վատատեսական մի ամփոփեք Նարեկ լավատեսական այո մի ընկճված ամփոփեք լավատեսական ամփոփեք որ Ռուբեն Մելքոնյանի անուղղելի լավատեսությամբ ամփոփենք մեր այսօրվա հաղորդումը։ Այո